Գյումրիում գործող ՔԱՂԱՔՄՆ նախաձեռնության անդամներն կոչով դիմեցին Հայաստանի իշխանություններին նախ եւ առաջ չեղյալ համարել կառավարության 432 որոշումը։ Սա այն որոշումն է, որով մինչ օրս իրականացվում է բնակբաշխումը։ Ըստ այդ որոշման անօթեւան ընտանիքին փոխհատուցում են այնքան սենյակով բնակարան, որքան կորցրել է երկրաշարժին։ Այստեղ հաշվի չի առնվում, որ տարիների ընթացքում այդ նույն անօթեւան ընտանիքի անդամների թիվն աճել է 5-ից ասենք 10-15, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը նվազել է, ապա անմիջապես պակաս սենյակ է հատկացվում։ Անօթեւան ընտանիքները միշտ դժգոհել ու բողոքել են, սակայն որոշումն այդպես էլ չի վերանայվել։ Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. միայն անօթեւան ընտանիքներում վերջիններիս տան անդամների թվի աճով պայմանավորված, այսպես ասած կիսված շուրջ 2000 ընտանիք դեռ շարունակում է ապրել տնակում։ Տնակներում 24 տարի ապրելուց հետո հեռանկար չունենալով հետևանքները սոցիալական ճգնաժամի կերպարանք ունեն։ Այս մարդիկ կամ արտագաղթելու են, կամ լումպեն անում են, ոչնչանում են որպես քաղաքացի եւ այլն։ Եվ եթե այսօր պետությունը այս խմբերին չի ճանաչում անօթեւան եւ չի պատրաստվելու նրանց ինչ-որ կերպ բնակարանով ապահովելու, 10 տարի հետո մենք չենք ունենա 2000 անօթեւան ընտանիք, կունենանք 5000 անօթեւան ընտանիք։ Այս ընտանիքները աճում են։ Բնակչությունը այս ընտանիքներում աճում է։ Տպավորությունն է, որ պահում է մի կտոր, պետք եղա ժամանակ ընտրությունների բաների ժամանակ շահարկելու։ Մի թեմա ընտրություն է։ Սերժ Սարգսյանը ըստ երևույթին նախընտրական ծրագիր է մշակում։ Մյուս տեխնացուները նախընտրական ծրագրեր են մշակելու։ Ասել ենք նախկինում էլ, հիմա էլ պնդում ենք, որ սա գլխավոր խնդիրներից մեկն է։